Հոկտեմբերի 9-ին մեծ հանդիսավորությամբ տոնվում էր Կոտայքի մարզի Նորհաճն քաղաքի հիմնադրման 52-ամյա հոբելյանը, ինչպես նաև Հաչինի հերոսամարտի 90-ամյակը։ Տոնին մասնակցելու էր եկել նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, որը նաև այս քաղաքի պատվավոր քաղաքացի է։ Հոբելյանական միջոցառումները սկսելուց առաջ հյուրերը նախ ծաղկեպսակ դրեցին Հաչինի հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Որից հետո տերունական աղոթքով ոգեկոչվեց նահատակների հիշատակը։ Քրիստոս, որդի Աստուծո, անոխակալ եւ բարեգութ, գտար արճագան սիրովդ, ի հոգվոցն հայոց հինուն օրն ընչեցելոց։ Հոբելյանների կապակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել էր Կիլիկիայի հայերի պատմության թանգարանը, որի բացման պատիվը վերապահված էր պատվավոր հյուրերին։ Գագիկ Ծառուկյանը շրջեց պատմության թանգարանում, ծանոթացավ ցուցադրված էքսպոնատների նախապատմությանը։ Տոնական այսօրը զերծ չէր նաև անակնկալներից ու նվերներից։ Սիրելի հարգելի աջակցիներ, սիրելի հյուրեր, մասնակիցներ, այսօր հավաքվել ենք այստեղ միասին տոնելու Հաչնի հերոսամարտի 90-ամյակը։ Բոլորս հպարտ ենք, հիշում ենք եւ միշտ հիշենք։ Որպես Հաչնի պատվավոր քաղաքացի, ես պետք է շատ ուշադիր լինեմ Հաչնի համար։ Այսօրվա կապակցությամբ ես ուզում եմ մեր երիտասարդներին, ուսանողներին նվերել ավտոբուս, որը նրանց ինչ-որ պակասում էր, որ կարողանան հաճախեն սովորելու։ Եվ այսօր ուզում եմ հայտարարել, որ պատվավոր քաղաքացի լինելով Նոր Հաչնի, որ Նոր Հաչը եկեղեցի չունի, ուրեմն անպայման նախագիծը կպատասխանենք այս տարի հիմքը կդնենք եւ երբ որ Աստծո կամոք կավարտվի, դա 3 տարի, 5 տարի չգնա։ Ամենակարևորը, որ այս տարի արդեն հիմքը դնելու ենք համապատասխան Նոր Հաչին 90-ամյակի կապակցությամբ։ Հենց տոնական այսօրը ուսումնասիրվեց նաև այն վայրը, որտեղ հաճնցիները տասնամյակներ շարունակ երազել են եկեղեցի կառուցել, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այդպես էլ հնարավոր չի եղել երազանքը կյանքի կոչել։ Գագիկ Ծառուկյանն ընդգծեց, որ հնարավոր ամենասեղմ ժամկետներում եկեղեցին կկառուցվի եւ հաճնցիներն իրենց հոգեվոր կենտրոնը կունենան։ Քաղաքի բնակիչներն ընդգծում էին, որ տոնի կապակցությամբ ավելի մեծ նվեր հնարավոր չէր պատկերացնել։